Բարև ձեզ, ուրախ եմ տեսնելու համար, շատ կարևոր տարի է լինել 2026 թվականը Հայաստան պետության համար, այդ թվում նաև իհարկե համալսարանի համար, եւ կարծում եմ ամեն մեկիս համար էր դինենց անենք, որ 2026 թվականը իսկապես մեր անկախության այս 35 տարիների ընթացքում դառնա բեկումնային տարի, որովհետև երեք չառաջ որ ինչ-որ տեղի ունեցավ Վաշինգտոնում, երբ որ Հայաստանի Հանրապետությունն եւ Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ համագործակցության փաստաթուղթ, երևի չգիտեմ, կարդացել եք կամ չեք կարդացել, իմ խնդրանքը, որ դուք եք կարդաք, այդտեղ շատ մանրամասներ կա, որոնք կարիք կա բոլորին բացատրել, թեկուզ եւ վարչապետը արտաքին գործերի նախարարության մեր գործընկերները դա արել են, բայց մեծ հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետությանը իսկապես տարածաշրջանային այն գաղափարները իրականացնելու համար, որին մենք բոլորս ձգտել ենք եւ ես միշտ հիմա այս թղթապանակով եմ ման գալիս, նպատակը հենց դա է, որ դրսում էլ միջալոց ու դրսում երբ որ առաջին անգամ ցույց ենք տալիս, մի անգամից ուզում ենք այլա մենք նայենք, որովհետեւ ներսներ սա է նկարած։ Ինչ է նշանակում սա, որովհետեւ իրականում այսօրվա աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում, եթե մենք չենք կարողանում ներկայանալ ու պահանջված դառնալ, մենք կարող ենք պարզապես թիրախ լինել։ Որովհետեւ մենք իսկապես կանխատեսելի եւ զարգացող երկրում ապրենք, մենք պետք է 2026 թվականը միասին կարողանանք հաջողությունների տարի այդպես արձանագրենք, առավել եւս մենք հիմա հնարավորություն կունենանք այսօրվա մեր նիստի ընթացքում լսել 25 թվականի կատարված աշխատանքը եւ նաեւ 26 թվականի նախատեսվող աշխատանքները։ Ես չեմ ուզում առաջ ընկնել գնահատականների առումով, թեկուզ եւ ստացել եմ տեղեկանքը ռեկտորի կողմից, թե նաեւ գիտական բնագավառում ինչպիսի ձեռքբերումներ կան։ Ես վստահ եմ նաեւ ուսումնական բնագավառում ձեռքբերումներ կար, թեկուզ այդ հարցում ավելի շատ պետք է մենք ուսանողներին լսենք եւ հիմա անցնենք մեր օրակարգային հարցերին։